Ես աշխատելով սպասարկման ոլորտում հաճախակի եմ շփվում, ամեն օր շփվում եմ տարբեր խավի մարդկանց հետ։ Թե բարձր հասակակիցների, թե հասակակիցների, թե ավելի ցածր հասակակիցների, տարբեր խավերի, տարբեր բնավորության, տարբեր խարակտերի դեռ մարդկանց հետ եմ շփվում ու մենք բոլորս էլ գիտենք, որ մարդիկ տարբեր են լինում, բնույթով, ամեն ինչով մարդիկ տարբեր են լինում, սակայն կա մի բան, որ բոլոր մարդկանց է հատուկ դա, գիտեք դա որն է, դա այն է, որ բոլոր մարդիկ էլ ունեն սիրո ու ջերմության կարիք, բոլոր մարդիկ ունեն սիրո և ջերմության կարիք, կրկնում եմ, այո, հաճախակի մարդկանց հետ շփվելով ես նկատում եմ, որ այսօր մարդիկ միայն սիրո ու ջերմության պակաս ունեն, կան չէ մարդիկ, ովքեր առավոտյան արթնանալով, տանը ունենալով անախորժություն, վատ տրամադրությունով գնում են աշխատանքի վայր, ու այդ վատ տրամադրությունը փորձում են փոխանցել, ոչ թե փորձում են, այլ ակամա փոխանցում են իրենց գործընկերներին, արդեն ինքնին նեգատիվ է մտնում ներս, կապ չունի, թե դու ինչպիսի շինություն ես մտնում, կլինի սալոն, կլինի հիվանդանոց, կլինի ինչ-որ ուրախ առիթի ես գնում, բայց վատ տրամադրությունով, դու այդ նեգատիվը, այդ էմոցիաները, արդեն վատ էմոցիաները, դու քեզ հետ տանում ես ու փոխանցվում է քո էմոցիան դիմացի մարդկանց, բայց ցանցային բիզնեսում ես ստանալով կրթություն, շփվելով տարբեր խելացի մարդկանց հետ, մի բան սովորեցի, ինչի համար, որ ես շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կարողացան ազդել ինձ վրա, ես նույնպես բնույթով շատ ինքնամփոփ մարդ էի, շփվող չէի կարողանում շփվել ոչ ոքի հետ, ամենաչնչին բանից նեղվում էի, ամենասատից բանից ինձ վատ էի զգում, օրերով, ամիսներով երբեմն մի տարի կարող է անցներ ու ես հիշեի այդ կատարված ինչ-որ վատ բաներ, պատահել ինձ հետ, ես մի տարի հետո կարայի հիշեի ու սենց այն որ տրամադրությունս ընկներ ու էլի վсё գնաց, այդ վատ տրամադրությունը ինձ ուղեկից էր լինում, բայց ցանցային բիզնեսում ստանալով կրթություն ու շփվելով տարբեր խելացի մարդկանց հետ, ես սովորեցի մի բան, բաց թողնել, միշտ բաց թողնել վատը և ներս թողնել լավին, լավ էմոցիաներին ու այն փոխանցել մարդկանց։